Գյումրիի թիմ արտահերթ ընտրությունները ամփոփվեցին ընդդիմության հաղթանակով, այսինքն 4 ընդդիմադիր ուժերը հանրագումարում ավելի շատ քվե են ստացել։ Ըստ այդմ, ընդհանուր ավելի շատ մանդատներ կունենան, քան իշխող ուժը։ Սա նշանակում է, որ Գյումրին ընդդիմադիր քաղաքապետ կունենա, եթե բոլոր այս 4 ուժերը միավորվեն ու քվեարկեն քաղաքապետի մեկ թեկնածուի օգտին։ Ընդդիմադիր 4 ուժերից ամենաշատ ձայները ստացել է Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի քաղաքապետի թեկնածուն Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանն է։ Նրա օգտին քվեարկելու մասին առաջինը հայտարարեց Մայր Հայաստան դաշինքը, որը Գյումրիի ավականու կազմում կունենա 2 մանդատ։ Մենք մեր քվեն տալիս ենք հանուն իշխանափոխության, մենք չունենք որևիցե քաղաքական ուժի հետ միանալու, միավորվելու, պաշտոն բաժանելու, մեզ ոչ մի պաշտոն պետք չի։ Մայր Հայաստան դաշինքի հայտարարությանը հաջորդեց նաև Իմ հզոր համայնք կուսակցության քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանի հայտարարությունը։ Նա եւս իր 3 մանդատով պատրաստ է քվեարկել Վարդան Ղուկասյանի օգտին։ Ռուբեն Մխիթարյանի Facebook-յան էջում կարդում ենք. Պատրաստ եմ մեր ավականիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի, չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին։ Ընդդիմադիր թեկնածուներից ամենաշատ ձայներ ստանալու հանգամանքն է, որ այնպիսի իրավիճակ է ստեղծում, որ մյուս ընդդիմադիրները պետք է միանան իրեն։ Այս մասին քվեարկության հաջորդ օրը հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարեց կոմունիստական կուսակցության քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը։ 2 ընդդիմադիր ուժ իրեն քվեարկելու պատրաստակամություն հայտնել է, բայց սա բավարար չէ, որ Գյումրին ունենա ընդդիմադիր քաղաքապետ։ Նախ իմ ձայները բոլորից բարձր ընդանուր առմամբ աշխարհում ես չգիտեմ մի դեպք որ ասենք ովքեր որ շատ ձայն են ունեցել գնան միանան այն քիչ ձայներ ունեցողին հետո եւ Կարենը եւ Ռուբենը հասկացար միացել են ինձ այսինքն երեքս միասին մենք միացել ենք մենք սպասում ենք Վարդան Ղուկասյանը եւ ոչ միայն նա սպասում է մեր քաղաքը դաշինքի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանի որոշմանը։ Բոլոր 4 ընդդիմադիր ուժերի ձայների հանրագումարում միայն ընդդիմությունը մեծամասնություն կստանա։ Քվեարկության նախնական արդյունքներով Մարտուն Գրիգորյանի ղեկավարած ուժը կստանա 6 մանդատ։ Ինչպես են դրանք տնօրինելու Գյումրիի քաղաքապետի ընտրության օրը նորընտիր ավականու առաջին նիստին։ Մեր քաղաքը դաշինքը դեռ լուռ է։ 3 Մարտուն Գրիգորյանը շատ կարճ գրառում արեց Facebook-ի իր էջում։ Սիրելի գյումրեցիներ, վերահաստատում եմ ասածս, քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Դա հաստատ է։ Հաստատ է նաև, որ Գյումրիում ավականու առաջին նիստը կայանալու է ապրիլի 16-ին։ Ինչ սցենարով կարող է ընթանալ այդ նիստը։ Այս մասին վերլուծություններ է ներկայացրել սահմանադրագետ Գոհար Մելոյանը։ Ըստ սահմանադրագետի, եթե թեկնածուներից որևէ մեկը չստանա 17 ձայն, նրանց միջև կանցկացվի քվեարկության երկրորդ փուլ։ Երկրորդ փուլում համայնքի ղեկավար է ընտրվում առավելագույն ձայներ ստացած թեկնածուն։ Բայց կա նաև ավականու նիստի կայանալու հարց։ Ավականու նիստը իրավազոր է, եթե նիստին ներկա է ավականու 17 անդամ, այսինքն առանց ընդդիմության ավականու նիստ չի կարող հրավիրվել։ Հիմա գլխավոր հարցն այն է, թե ինչ սցենարով է առաջնորդվելու ընդդիմությունը։ Հնարավոր տարբերակները շատ են։ Նախ եւ առաջ ընդդիմադիր ուժերի ընդհանուր հաղթանակի համար հարկավոր է երկրորդ եւ երրորդ տեղերի, այսինքն Վարդան Ղուկասյանի եւ Մարտուն Գրիգորյանի միավորումը։ Տեղի կունենա արդյոք այս միությունը կամ գուցե կողմ կքվեարկեն առանց միավորման։ Այլ սցենարներ եւս հնարավոր են։ Դրանցից որն է իրականություն դառնալու ապրիլի 16-ին հստակ պարզ կլինի։ Շանթ հեռուստաընկերություն Հորիզոն։